Տասնյակ արցախցիներ կրկին Հայաստանի Հանրապետության կառավարության շենքի առջև են հավաքվել, բարձրացնելու իրենց սոցիալական եւ իրավական խնդիրները։ Ակցիայի մասնակիցները դժգոհ են, Երևանում կայացած մեծ հանրահավաքից 2 ամիս է անցել, բայց տեղահանված արցախցիների կյանքում ոչինչ չի փոխվել։ Այն լուծումները, այն փոփոխությունները, որ մտցրել են, դա կոսմետիկ ինչ-որ ձևաչափով որոշումները, որ ցույց տան հանրությանը, որ ինչ-որ մտահոգված են կամ ինչ-որ աշխատանքներ է իրականացվում։ Ժողովուրդը սուտ է, բոլորիդ խփում են։ Չդադարեցնել բռնի տեղահանվածների սոցիալական աջակցությունը, չմոռանալ Բաքվում պահվող գերիներին եւ օրակարգում պահել Արցախ վերադարձի հարցը, պահանջում են բռնի տեղահանված արցախցիները։ Սոցիալական աջակցությունը շարունակական պիտի լինի, ու պիտի լինի միջև այնքան ժամանակ, միջև է ժողովուրդը տան հարցերն է, մնալու հարցերն է, բնակարանային բոլոր որասվայ կարգավիճակում գտնվելու այդ հարցերը լուծեն։ Ակցիայի մասնակիցները վստահեցրել են, այստեղ են ոչ թե անձնական շահերով պայմանավորված, այլ ընդհանուր նպատակի համար։ Խնդիրը ոչ միայն սոցիալական է, այլ նաև անվտանգային ու քաղաքական։ Եթե Հայաստանի Հանրապետությունը այդ նվազագույն սոցիալական հարցերը չի կարողանում, այսինքն մեզ զրկում է ապրելու իրավունքից, այդ է ամբողջ խնդիրը։ Իսկ այստեղ ես գիտեմ, էլի կառավարությունը պատճառաբանել ասելի հերթական սոցիալական հարցեր են բերում, ինչ որ 50,000 40-ի հարցը չի։ Այստեղ ավելի խորը իմաստուն է, այսինքն մեր ապրելու իրավունքը Հայաստանի Հանրապետությունը անտեսում է։ Սոցիալական հարցը ավելի կարևոր է, մարդ պիտի օրաբահ ունենա, որ կարա գոյությունը պահի։ Բայց դրանից կարևորը ես գտնում եմ երկրի անվտանգությունը։ Մայր հայրենիքից ուրիշ տեղ գնալ չեն ուզում արցախցիները։ Իրենց պահանջը Հայաստանում մնալու համար է, որ շարունակեն պայքարել տուն վերադարձի համար։ Հայաստանի Հանրապետության կառավարությանը մեկ անգամ ևս հիշեցրել են, պետությունը պատասխանատվություն ունի տեղի ունեցածի համար։ Դուք պատասխանատու եք, ձեր մեղքով եք մեկ հասել այս իրավիճակին, ձեր բաստողումներ եք մեկ անտուն անհայրենիք մնացել, դուք իշխանություն եք, մեկ պահանջատերն եք, մեկ չեք ուզում գանգստեր բողոքենք, բայց ստիպված ենք գանք, մեկ չեք ուզում արտագաղթենք, ստիպված ենք գանգստեր։ Ես կառաջարկեի Հանրապետության այսպես կոչված վարչապետին, ինքը նորից, որ գնում է, չգիտեմ, եկեղեցու կանոնադրություն կամ կանոնակարգ է կարդում, մի անգամ նորից կարդա Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը եւ 2021-2026 թվականի կառավարության կողմից ներկայացրած ծրագիրը։ Հայաստանի Հանրապետության կառավարությունում ականջալուր չեղան արցախցիների օրեցօր ավելացող դժգոհություններին, չեկան պատասխանելու, թե ինչու չեն կատարում տրված խոստումները, որի հետևանքով արցախցիները բախվում են կենսական խնդիրների։ Արցախցին, եթե չստանա այն փողը, որ պիտի ասեն օրվա բաժինը, այսօր ես հայտարարում եմ, լինելու է պատերազմը ներսում, հացը տանելուց մահակով խփելով եմ, վերցնեմ տանեմ երեխայիս տամ։ Սովը անկնելու եւ նա պիտի օգտվի, չէ։ Հիմա պարախտում են նորից գցում հայ ազգի միջև։ Ակցիայի կազմակերպիչները արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդից անջատ են գործում, բայց հավատարիմ են մարտի 29-ի հանրահավաքի ժամանակ հնչեցված 12 կետանոց պահանջագրին, իսկ անջատ են, որովհետև շատ մոտեցումներ ու դիրքորոշումներ չեն կիսում։ Դա չի նշանակում, որ չպիտի շարունակենք պայքարը, բայց մենք պիտի սկզբունքներից չշեղվենք, մենք պիտի պայմանավորվածություններից չշեղվենք։ Եթե ինչ-որ շարունակություն կամ ինչ-որ համախմբվածություն լինի, ես իմ պատրաստականությունից էլի առաջնագծում եմ, թե դա ում կողմից է լինելու կազմակերպված։ Արցախահայության պահանջը մեկն է՝ արժանապատիվ ապրել Մայր Հայաստանում մինչև վերադարձը։ Հայաստանի Հանրապետության կառավարության կողքից նրանք հեռանում են առանց հստակ պատասխանների, բայց խոստանում են շարունակելու են պայքարն այնքան ժամանակ, քանի դեռ խնդիրը լուծված չէ։